Սրտանց փարթանք դիրոջը սիրելի եղբայրները ահագին հորդորեցին, լսեցինք մենք, ես ուզում եմ մի հատ թեմա խոսել, ինչպես դառնալ պարաթող։ Եթե պարաթող չդառնանք, մենք պտուղ չենք տա, հոգևոր մարդ չենք դառնա։ Այս թեման շատ լուրջ թեմա է, ինչպես դառնալ պարաթող։ Եթե այդ պարաթող դառնալը մեզանից բացարձակ կախված չի, նշանակում է մենք կա Աստծու կողմը եւ կա մարդի կողմը։ Դրա համար ես կարդում եմ Սուրբ Գրքից այդ համարը եւ դրա վրա փորձենք խոսել։ Մատթեոս ավետարանի մեջ 13 գլխում գրված է այդ մասին։ Իսկ աղեկ հողը կամ պարաթող, իսկ աղեկ հողի մեջ ցանված այն է, որ կլսե խոսքը, միտ կառնե, պտուղ կուտա, որը 100, որը 60, որը 30։ Մարդը աղեկ հող, պարաթող, ինչպես է դառնում, գրած է միտ կառնելուց։ Մենք կարդում ենք, առաջի սեմը որ գցավ ճամփեզեր, դա շուտ վերանում է, երկրորդը էլի արմատ չկա, երրորդը փշերի մեջ հանգնում։ Փշերը որոնք են, եթե դու կարդաք Սուրբ Գիրքը, Մատթեոս, Մարկոս, Լուկաս ավետարանների մեջ, փշերը հետևյալն են. առաջին աշխարհի զբաղմունք, հարստության խաբեություն, այս կյանքի ցանկություններ, ուրիշ բանի ցանկություն եւ հոգսեր։ Ես մտածում եմ ցանկացած մարդի մեջ այս 5 կետերը կան։ Այդպես մարդ չկա, որ իր ներս աշխարհի զբաղմունք չունի։ Այս կյանքի նկատմամբ ցանկություններ չունենա։ Հնարավոր չի։ Այս փշերը մարդի մեջ է։ Ոնց եղավ, որ միտք առնելուց դառա պարաթող։ Այդ ինչ միտք առնում մարդը, որ դառնում է պարաթող։ Եղբայրներ քույրեր, ես այդ խոսքին ոչ թե միան հավատում եմ, ամբողջ հոգով ուզում եմ դա բոլորիս մեջ արմատ գցի։ Միտք առնել։ Օրինակ մի մարդի օրինակ բերեմ Սուրբ Գրքից, ավազակը, այդ ինչ միտք առավ էս մարդը, որ ասեց հիշիր ինձ քո թագավորությունը վտկաս։ Այդ ինչ միտք առավ այդ մարդը։ Մահվան մեջ, այրան մեջ շաղախված է, թե ինքը, թե Հիսուսը։ Ոնց եղավ, որ ասեց հիշիր ինձ, այսինքն թագավորությունը, կյանքի թագավորն էր Քրիստոս։ Այսինքն նա միտք առել, որ կյանքի թագավորը Քրիստոսն է։ Եվ կյանք իր խոսքի մեջ է։ Հələ փորձի ես միտքը ամբողջ սրտով առ, հավատքով, հաջորդ վայրկյանին դառնաս պարաթող։ Կչնջվի բոլոր փշերը, եթե այդ խոսքը ընդունես քո սրտում, հավատաս քո սրտով, քո ամբողջ էությամբ, դու հաջորդ վայրկյանին դառնաս պարաթող։ Ովքեր որ պարաթող չեն դառնում մինչև այսօր, նրանք այս միտքը չեն առել։ Նրանք հավատում են, որ կյանքը ուրիշ տեղ կա։ Լնայինք մի հատ օրինակ բերեմ նորից Սուրբ Գրքից, մի հոգևոր առաջնորդի մասին, հələ այս մարդի ներքին աշխարհը տեսեք։ Ադամ Եվան դրախտի պարտեզում պարաթող չդառան։
թեկուզ իրանց ներսը պարատ էր, բայց սատանան կուլ տվեց երկսին հետ, բայց հոբը, նայեք հոբը, 10 երեխա մեռել են, ինքն էլ որդնել է, կին անարգում է, ծառաները լքել են, Աստված փառքը վերցրել է, լրիվ արմատից խլել է լրիվ, ելես մարդի, հավատքը տեսեք ինչի մեջ է, բայց տակավին այս մխիթարություն պետք է ունենամ, անողոն ցավի մեջ պիտի ուրախանամ, որ Սուրբի խոսքերը չուրացա, խոսքի մեջ կյանք է տեսես մարդը, եթե դու կյանք տենում ես երկագնդի վրա, ես դրա համար լագերում մեր երեխաներին, մեր երիտասարդներին տեսեք ինչ եմ սովորացրել, Տիրոջ օգնությամբ, ասում եմ տղա ջան, աղջիկ ջան, քեզ նստում ենք ոսկի, լրիվ սամալյոտ, ոսկի սամալյոտով թռցնում ենք Ամերիկա, քեզ դիմավորում է պրեզիդենտը, այդ երկու Թրամփն է դիմավորում, անես մի շքեղտուն, որ ամեն հարմարությունով լեցված է, ինչ հարմարություն կա աշխարհի վրա, այդ տան մեջ կա, այդ տանի այգի մեջ կա, ամեն ինչ կա, մի գրամ երջանիկ կլնես, ասма չէ Պավել եղբայր, որտեղ նրանց սովորացրել ենք այս խոսքը, այս խոսքն ենք սովորացրել նրան, ինչ ենք սովորացրել այդ երեխային, տեսեք ինչ ենք սովորացրել, որ այդ երեխան այս խոսքին հավատա, եթե դու էլ հավատաս, դու էլ այդ մարդը կլնես, նա ինչ է գրած, անիկա իրեն հարողներին կյանքի ծառա, զինք բռնողները երջանիկ կլան, երջանկություն Ամերիկայում չի, Եվրոպայում չի, Ռուսաստանում չի, Հայաստանում չի, երկրագնդի վրա երջանկություն չկա, աշխարհի յուրաքանչյուր մարդ ձանձրանում է, որտեղ ներսը մեղքի թագավորություն կա, դրա համար ձանձրանում է, երջանկությունը, որ կյանքի ծառին ամուր բռնես քո սրտում, որ երջանիկ լինես, մի հատ քույրիկ, մի հատ քարոզիչն ես, քարոզում է, լավ քարոզանում, ասում է իր ամետքի մեջ, չայ էլ եղբայր առնում, ասում է Հիսուս ջան, ես եղբոր առնեմ դրախտ կեթամ, և հաջողում այդ եղբորն առնում է, իմի լսեք այդ քույրիկի վերջնական պատասխանը, անցավ տարիներ, ես հանդիպեցի այդ քույրիկին, ասի քույրիկ ջան ոնց ես, ասում է դժոխքում եմ ապրում, ասում է դրախտ կեթամ, Պավել եղբայր, դու չես պատկերացնի ինչ ահավոր ամուսին է, ահավոր մարդ ասում է, ես մի կերպ հավատքի եմ եկել, որ դժոխք չտամ, եղբայրներ քույրեր, երջանկություն չկա այս աշխարհ, իր խոսքի մեջ է, տեսեք Հոբն ինչ ասեց, անողորմ ցավի մեջ պետք է ուրախանամ, երջանիկա թե չէ, մի հատ հարց տամ ձեզ, աղքատ Ղազարոսը երջանիկ էր թե դժբախտ էր, ինչ կար նրա, խալխի փշրանքներ էր ուտում, շներն էլ իզում էին իրան, փողոցում էր ապրում, տուն չուներ, տեղ չուներ, ոչինչ չուներ, բայց Հիսուսին ամուր էր բռնել, դրա համար երջանիկ էր, եղբայրներ քույրեր, ով որ այս հավատքի մեջ խորանում է, նրան ներսը տալիս է 30 պտուղ, 60 պտուղ, 100, ինչի է գրած 30, ինչի է գրած 60, ինչի է գրած 100, մարդ որ գալիս է Աստծուն, դե մի անգամուց քո չի կարա կատարյալ սրտով Աստծուն պաշտի,
ուղիղ սրտով Աստծուն պաշտում, ինչպես Սողոմոնը, ուղիղ սրտով Աստծուն պաշտեց այս մարդ, ուղիղ սրտով աղոթեց, Սուրբ Հոգու ապիչավ, քանաները ոչինչ չէին կարող անել։ Գրեց Առակաց գիրքը, գրեց Ժողովող գիրքը, գրեց Երկերկոցը, ուղիղ սրտով ժամանակը։ Բայց եկավ ժամանակ, ուղիղ սրտով 30-ը, 60-ը ամբողջ սրտով, 100-ը կատարյալ սրտով, ամբողջ սրտով, ամբողջ զորությունով, ամբողջ մտքով եւ ուղղությամբ սա կատարյալն է։ Դու պիտի ուղիղ սրտով սկսեցիր, պիտի ցկտես ամբողջ սրտի։ Դրանից կամաց ցկտես 100-ի ամբողջ կատարյալ սրտի։ Դրա համար Դավիթը աղոթ կարեց իր տղու համար, Սողոմոնին, որ կատարյալ սրտով Աստծուն պաշտեր, բայց նա չպաշտեց։ Եվ դրա համար գրված է գրքի մեջ, թագավորած գրքի մեջ, ասում է ծերության ժամանակ օտար կանայք նրա սիրտը մոլորացրին, որտեղ նրա սիրտը իր հոր սրտի պես կատարյալ չէր։ Դավիթն էլ խրատ տվեց իրան, ասեց, տղաս, քո հոր Աստվածը ճանչցիր, նրան կատարյալ սրտով սիրիր։ Մենք եկել ենք, որ կատարյալ սրտին հասնենք։ Եթե դու չես ուզում գնաս այդ ճանապարհը, մոլորվելու ես։ Ես խնդրում եմ բոլորից, ձեր հիմքը միտք առեք, որ այս աշխարհում կյանք չկա։ Ես մի բան էլ ասեմ ձեզ, որտեղ բոլորս էլ մարդ ենք, բոլորս էլ կարիքներ ունենք, տեսեք ինչ ա գրած գրքի մեջ։ Մենք կարիք ունենք հացի, շորի, հագնելու, ընտանիք կազմելու, երեխաներ ունենալու։ Մենք շատ կարիքներ ունենք ապրելու համար։ Բայց մեր հոգին կարիքով կկշտանա։ Մեր հոգին տեսեք ինչպես է կշտանում։ Տեր իմ հովիվն է, ես բանի կարողություն պիտի չունենամ։ Զիս խոտավետ արոտն մեջ պարկեսն է, հանդարտ ջուրերքով ինձի կառաջնորդ է, հոգիս կնորեք է, իր անվան համար արդարության ճամբեր կառաջնորդ ինձի, կարոտ է, քո հոգու կարոտությունը կարիքով չես կարա կշտասնի, դա աննարին է։ Մենք մարդ ենք, պետք է աշխատենք, որ ապրենք, պետք է ստեղծենք, որ ապրենք, եթե ընտանիք ունեցանք, երեխա ունեցա, պետք է երեխեքի համար մտածեմ, ոնց տուն սարքեմ իրանց համար։ Այս կարիքները բոլորը ունեն մարդիկ։ Բայց այդ կարիքներով քո հոգու կարոտը չի լեցվի։ Իսկ սովորենք մենք։ Բաներ կա չենք հասկանում։ Աշխարհում կարող է լավ անուն ես ունեցել, փողեր ես ունեցել, դիրքեր ես ունեցել, բայց դրանք քո հոգու կարոտը չեն կարող փարվել։ Այդպես անխեր գաղափարով է տվել քեզ։ Կարոտ։ Հոգու կարոտը քո հոգիների հովիվը խոտավետ արում է քո հանդարտ հոգիդ կնորոքի իր անվան համար արդան ճամփեր կառաջնորդի։ Թե մահվան շուքի ձորի մեջ պտին չարից դիչվախնամ, վանզի դու ինձ հետ ես, քուպ ցուպն ու գավազանը գխիթարեն։ Ցուպն էլ իրախոսն է, գավազանը իրախոսն է։ Ցուպ եւ գավազան։ Օրինակ Դավիթը համ ծերին ցուպ կար, համ էլ գավազան։ Գավազանը հենվելու համար է, իշխանությունը։ Նա Գողիաթին հաղթեց, բայց նեղությունների մեջ հենվում էր գավազանի վրա, որպեսզի դիմանար։ Աստծո խոսքի վրա էր հենվում։ Նրա ուժը Աստծո խոսքն էր, նրա ուժը Տերն էր։ Աշխարհում Աստծո խոսքից
զորավոր խոսք չկա աշխարհում, որտեղ էսպիսի համար է գրած։ Ով է նա, որ խոսի նրա ասած կատարվի, եթե Տերը հրամայած չի։ Առանց Տիրոջ հրամանի ոչինչ չի կատարվի երկրի վրա։ Այսօր բոլոր թագավորների սրտերը Աստծո ձեռն է։ Եվ Հիսուս ղեկավարում այս տիեզերքը։ Ինքն է ղեկավարում։ Մարդիկ չեն ղեկավարում։ Թագավորների սրտերը նրա ձեռն է։ Մի բան, որ կատարվում է մի երկրի վրա, Աստված թույլ է տալի կատարում է, թույլ չտա չի կատարում։ Նայում է ժողովրդի մեղքի կյանքին, նայում է ժողովրդի Աստծուն մոտիկանալուն, նայում է ժողովրդի վիճակին, նայում է ժողովրդի մեջ աղոթող, արցուն թափող ժողովուրդ կա թե չկա։ Այդպես է նայում ընտանիքին։ Ինչու քո ընտանիքը դժբախտ բաներ է, որտեղ քո ընտանիքում Աստծո փառքը չկա։ Աստված քո կյանքում չի երևում։ Դու պտուղ չես տալիս։ Դրա համար քո ընտանիքում դժբախտություն։ Իսկ եսի մարդիկ չեն հասկանում։ Աստված տեսեք ինչ է գրած գրքի մեջ, հələ կարդամ լսեք։ Այս սուրբ գիրքը գրած է մեր համար, սա մեր համար է գրած, չէ՞։ Հələ նայեք ինչ է գրած գրքի մեջ։ Էսի որ դու կարդում ես, էսի որ դու կարդաս, հələ նայ ինչ եմ ասում։ Երանի այն մարդը, որ Տիրոջից կվախենա, ու անոր պատվիրանքները շատ կհավանի։ Լսեք ինչ է գրած։ Ալելույա, երանի են մարդը, որ Տիրոջից կվախենա, ու անոր պատվիրանքները շատ կհավանի։ Այսինքն հավանում է, որ նրա մեջ կյանք ամեն ինչ կա։ Անոր սերունդը զորավոր պիտի լա երկրի վրա։ Ուղիների ցեղը պիտի օրհնվի։ Առատություն, հարստություն պիտի լանոր տան մեջ։ Անոր արդարությունը հավիտյան պիտի մնա։ Խավարի մեջ լույս ցաղուներին ողորմած գտած է արդար է։ Բարի մարդը կողմի փող կուտա իր բանի իրավունքով կատարե։ Իրավանիկա հավիտյան պիտի չսասանի, արդարի հիշատակը հավիտյան պիտի մնա։ Անիկա գեշլուրեն չի վախնար, անոր սիրտը հաստատ է ու Տիրոջ կհուսա։ Տեսակ, մինակ Տիրոջ ապավինող մարդ ինչ մարդ է, ինչքան զորավոր է, նրա սերունդ ինչքան զորավոր է, նրա տան մեջ ամեն ինչ կա, բայց եթե դու չես վախենում Աստծուց, Աստծո օրենքները չես հավնում, որ նրանց մեջ է կյանքը նրա մեջ է, կյանք չկա ուրիշ տեղ, ես միտք առեք, ես մտքի մեջ խորացեք, որպեսզի ես խորը համոզված եմ, մարդի միտքը ինչի հաճեց, նրա հետև զլետում է։ Սատանան մտքի վրա է աշխատում։ Ասում եմ, մի քիչ սուտ խոսա, որ գործերդ հաջողվի, մի քիչ քծնի, որ գործերդ հաջողվի, մի քիչ ուրիշ ձևի ապրի, որպեսզի լավ հանգիստ կյանք ունենաս։ Սատանան խաբել գիտի քեզ։ Դու պիտի հավատաս, որ քո հաջողությունը միայն Տիրոջ վախելու եւ նրա պատվիրանները որպես մեղրախորիս քո հոգու համար կյանքի խոսքեր են։ Դու կյանքը դրա խոսքի մեջ տենաս։ Քո կարիքը, քո կարոտը, կարիքը ուրիշ բան է։ Այսօր շատ մարդիկ կան, իրանց կարիքները ապահովված են։ Տղյակներ ունեն տարբեր երկրներում անգամ։ Իրանց երեխեքը ոչ մի բանի պրոբլեմ չունեն։ 100 տարի ապրեն, 1000 տարի ապրեն, իրենց սերունդը կապրի։ Սենց մարդիկ միլիարդներ ունեն։ Բայց այդ մարդի հոգին Քրիստոսի կարոտից, Քրիստոսի խոսքից ինչքան հեռու է։ Մեր հոգին Քրիստոսը ամուր բռնելու մեջ է երջանկությունը։ Դրա համար ես ուզում եմ, որ այս միտքը առնեք, որ դառնաք պարաթող,
պտուղ տակ եւ ձգտեք կատարյալ սիրուն սիրել Աստծուն։ Ես որ քարոզում եմ ձեզ, այս ողբերը անում եմ ես իմ համար։ Ամեն օր եմ անում։ Տեր Աստված, ես չեմ ուզում ապրել։ Ես ուզում եմ խաչվել, որ միայն որպես կյանք դու ապրես իմ մեջ։ Ես չեմ հավատում, որ աշխարհում ինչ տան ինձ ես մեկի երջանիկ կլինեմ, երբեք չեմ հավատում։ Ես հավատում եմ երջանկությունը միայն Քրիստոս անձի մեջ է եւ նրա խոսքի մեջ է, որտեւ Հոբը այդ անողորմ ցավի մեջ ուրախանում էր, որ Սուրբի խոսքերը չուրացավ։ Այդ խոսքերը պահեց իրան։ Այդքան տառապանք տեսավ, Սատանան ընկավ Հոբի ոտերի տակ։ Բայց դրախտում մարդիկ կորցրեցին Աստծուն։ Բայց Հոբը այս տառապանքի մեջ ոտերի տակ տվեց Սատանային։ Եվ կատարավ այս խոսքը, որ գրված է գրքի մեջ։ Նայեք, կարդամ լսեք, կատարավ այս խոսքը, որ գրված է գրքի մեջ։ Եվ խաղաղության Աստված խորտակե Սատանան շուտով ձեր ոտքերի տակ, մեր Տեր Հիսուս Քրիստոս շնորհքը ձեզ հետ տա։ Հռոմեացիս 16:20, տեսնում եք գրվածը։ Խորտակեց Սատանան Աստված Հոբի ոտերի տակ։ Բայց դրախտի պարտեզում մարդը չխորտակվավ Սատանանի ոտերի տակ։ Ես ուզում եմ, որ միտք առնեք, հասկանաք, որ կյանք, երջանկություն, հոգու կարոտ, հոգու ջուր, հոգու հաց միայն Աստծու իր խոսքի մեջ է։ Ուրիշ տեղ հոգու կերակուր չկա։ Մի բան իմացեք, ձեր հոգին չի ծերանում։ Ձեր հոգին ոնց մորդ որովայնում է, ընդ 80 տարի նույն հոգին է, չի փոխվում։ Մարմինն է փոխվում։ Մարմինա ծերան, մարմինա ոչնչանում։ Հոգին նույնն է։ Հոգին չի ծերանում, նա հավիտյան ապրելու հատկություն ունի։ Եվ պետք է ապրի Աստծո հետ։ Մի հատ կարևոր միտք եմ ասում, եւ փորձեք դրա մասին մտածել։ Աստված, նայեք, առանց մեր խնդրելու, առանց մեր աղոթելու, նույնիսկ մենք գոյություն չենք ունեցել երկրի վրա։ Հոշար կամքով թողեց երկինքը, եկավ մարդացավ երկրի վրա, 30 տարի ցույց չտվեց, որ ինքը հրաշագործ Քրիստոսն է, ունայնացրեց իր անձը, որ քեզ հետ հավիտյան ապրի, քո հետ մեկանա, բայց դու չես կամենում ես մի քանի ակնթարթը իր հետ ապրես։ Այդ հեքիաթն պատմե քեզ, ստե մի ապրի կեցած դեք ապրես, հա։ Ինք հավիտյան ուզում ապրի մեծ, բայց ես չեմ ուզում, այս ակնթարթը այս կյանքը, միլիարդ չէ, միլիոն չէ, տրիլիոն չէ, նոնիլիոն չէ, դեկիլիոն չէ, հեպտիլիոն չէ, հավիտյան, պետք է ապրես Աստծո հետ, դրա համար մորթվել է գառը, որ հավիտյան քեզ ապրեսնի իր հետ, մեկացնի իր հետ, սա Աստծու հավիտենական նպատակն է, դրա համար է մորթվել, դրա համար է տառապել, դրա համար է կրակի լճի մահը կրել, որպեսզի իմ ու քո հետ հավիտյան ապրի։ Իսկ մենք այդ միտքը չենք ընդունում, որ հավիտյան ապրենք։
մենք ինչ մարդ ենք։ Մի հատ գնահատեք մեզ։ Ես մտածում եմ աշխարհի ամենաանխելք, որտեղ Հիսուսն ասեց իր ավետարան առաքյալների միջոցով, եթե մեկը այս կյանքի համար հուսացել Աստծուն, աշխարհի ամենախղճալի, ամենաթշվառ, ամենահետին մարդն է։ Եթե քո հավատքը չի գնում, որ հավիտյան իր հետ ապրես, Ղազարոսի քուրերը բաներ կար չէին հասկանում։ Չէին հասկանում։ Հիշում եք, Ղազարոսը մեռավ, Հիսուս համարյա 4 օր ուշացավ։ 4 օր ուշացել հետո գնաց Մարթան ասավ Հիսուսին, Տեր, եթե հոսլար իմ եղբայրս չէր մեռնի։ Բայց գիտեմ հիմա որ դու ինչ որ խնդրես ասում է, Աստված դիտա քեզի։ Հիսուս ավանել, քո եղբայրդ հարություն պիտի առնի։ Մարթան ասաvanոր, գիտեմ որ հարության ժամանակ վերջին օրը հարություն պիտի առնի։ Տեսեք ինչ ասում Հիսուս։ Հիսուս ավանոր, ես եմ հարությունը եւ կյանքը։ Ան որ ինձ հավատա, թե մեռնի պիտի ապրի։ Եվ ամեն ով կենթանի է, ինձի հավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Դուք հավատաս ասոր։ Նա Հիսուսին հավատում էին, որ Հիսուս էր աշակորտ, բժշկող, անձեր, բայց չեն հավատում, որ նա կյանք է, չեն հավատում, որ նա հարուցյալ կյանք է, այդ հավատքը չունեին նրանք, չեն հավատում, բացեց Հիսուս է ճշմարտություն իրենց, որպեսզի նրանց սրտերի մեջ բացվի դա, բայց ես զարմացա, ավազակը ոնց կարողացավ հավատալ, որ Քրիստոս թագավոր է։ Ես զարմացել եմ այս բանի վրա։ Հիսուսի աշակերտները Հիսուսին հարություն տեսան անգամ հարություն հաց ուտելուց, շատ հրաշքներ տեսան, այս բաներ տեսան, որ գրքի մեջ գրած չի։ Բայց Հիսուս հանդիմանեց նրանց անհավատությունը, սրտերի կարծրությունը։ Բայց այս ավազակը Էդ ինչ միտք առավ, որ դարապարաթող և ասեց, հիշիր ինձ, մենք արժանի ենք մեր պատիժ առնելու, նա ընդունեց իր ամահը, ընդունեց իր խաչելությունը, բայց անմեղ Հիսուսին չարել, այս հավատքը նրան ցույց տվեց, որ Հիսուս կյանքի թագավորն է հավիտենական, հոգու թագավորն է, հոգու կյանքն է, դրա համար եղբայրներ քուրեր, արեք միտք առնենք, այդ մտքի մեջ խորանանք մինչև վերջ, խորանալ ես նկատի ունեմ էսենց, մենք երիտասարդական ժամանակ այդ քարոզն արենք, խորանալուց պետք է միտքը նորոգվի, միտ նորոգելուց պետք է գոտևորվի, հասնես Քրիստոսի մտքին, քո միտքը լրիվ դառնա Քրիստոսի միտքը, ինչպես Քրիստոս իր անձուն անձես, քո անձելուն անասնես, որ մեկանաս Աստծո հետ հավիտյան, խորացեք այս մտքի մեջ, որ ձեր հավատքը միայն միտք առեք, որ միայն կյանքը Հիսուսն է և իր խոսքն է, ուրիշ տեղ երջանկություն, կյանք չկա, Այս հավատքը թող խորանա ձեր մեջ, այս հավատքը թող արմատ գցի ձեր մեջ, այս իմ մեջ արմատ գցել է դրա համար, ինձ համար, ամեն օր մեռնելը, ամեն օր խաչվելը, Հիսուսին ամուր բռնեմ, որ իմ երջանկությունն է, իմ ուրախությունն է, իմ ցնծությունն է, իմ կյանքն է, իմ ամեն բանի մեջն է, Փառք իրան,